Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր մեկնել է Թուրքիա պատերազմը դադարեցնելու բանակցություններն ինտենսիվացնելու համար։ Մենք մշակել ենք լուծումներ, որոնք առաջարկենք մեր գործընկերներին։ Պատերազմը դադարեցնելու համար ամեն ինչ անելն Ուկրաինայի գերակա խնդիրն է։ Մեկնելուց առաջ գրել է նա Թելեգրամյան իր ալիքում։ Հաղորդվում է, որ Թուրքիա կայցելի նաև ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Զելենսկիի հետ քննարկելու բանակցությունների վերսկսումը։ Փոխադարձ մեղադրանքներ Ռուսաստանի եւ Լեհաստանի միջև։ Նախորդին լեհական իշխանություններն Ուկրաինայի հետ սահման տանող երկաթուղու վրա տեղի ունեցած երկու միջադեպի համար մեղադրել են Ռուսաստանի հատուկ ծառայություններին։ Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ այդ դիվերսիան իրականացրել են երկու ուկրաինացիներ, որոնք համագործակցել են ռուսական հետախուզական ծառայությունների հետ։ Մեղադրանքին արձագանքել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Պեսկովն ուշագրավ է համարել այն փաստը, որ Լեհաստանում երկաթուղային դիվերսիայի մեջ կրկին ներգրավված են ուկրաինացիները։ Կրեմլում չեն զարմանում, որ Լեհաստանի առաջին քայլը Ռուսաստանին մեղադրելն էր, ասել է նա։ Իրանը պայքարում է երաշտի դեմ արհեստական անձրևներով, մասնավորապես երկրի իշխանությունները երաշտի ֆոնին սկսել են քիմիական մեթոդներ կիրառել արհեստականորեն անձրև առաջացնելու համար։ Արհեստական անձրևը ենթադրում է ինքնաթիռներից կամ ցամաքից քիմիական նյութերի, արծաթի կամ կալիումի յոդիդի ցանքս ամպերի մեջ։ Դա արագացնում է ջրային գոլորշու խտացումը եւ հետագա տեղումները։ Այս գործընթացն իրականացվել է շաբաթ օրը Ուրմիա աղի լճի ավազանում։ Ուրմիան Իրանի ամենամեծ լիճն էր, բայց այն զգալիորեն չորացել է բազմամյա երաշտի հետևանքով։ Քրիստոսի արյունով լի սրվակն առաջին անգամ իտալական Լաուրոյի Սուրբ Փրկչի եկեղեցի է բերվել։ Սրվակը դարեր շարունակ պահվել է Մանտովայի Սուրբ Անդրեա եկեղեցում եւ երբեք այնտեղից դուրս չի բերվել։ Դուբայում անօդաչու թռչող տաքսիներ կարող են հայտնվել արդեն 2026 թվականին։ Հաղորդվում է, որ Ջոբի ընկերությունը բարեհաջող փորձարկումներ է անցկացրել։ Տաքսին ամենագնացի չափերի 4 տեղանոց պարկ ուժ է, որը կարող է զարգացնել մինչև 320 կմ/ժ արագություն։ Մշակումը տևել է 16 տարի։ Տոկիոյում էլ Սանտա Կլաուսների շքերթ է անցկացվել։ Այն բարեգործական միջոցառում է, որը նվիրված է ծանր հիվանդ երեխաներին։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։